Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի է ունենում պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանի մենչի դստեր Էլինայի հարսանեկան արարողությունը։ Ներկայացրել էինք նաև Էլիզայի հուզիչ հրապարակումը հայրիկի մասին։ Հիմա էլ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Էլինայի հարսանիքի առաջին ու բացառիկ կադրերը։ Այսօր իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկն է։ Հասա նրան, որ այսօր Էլինան ամուսնանում է։ Շատ հետաքրքիր, էմոցիոնալ, տարօրինակ ինչ-որտեղ զգացմունք։ Մի խոսքով, Աստված բոլորի ընտանիքներին բերի նման երջանկություն։ Էլինան արդեն մի քանի հրապարակում է արել ինստագրամյան իր էջում, որոնցից մեկն էլ վերաբերում էր հայրիկին։ Լուսանկարին կից Էլինան գրել էր. «Ես ու իմ հայրիկը ցանկացած մոլորակում»։ Անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր ծավալած գործունեությանը Մենչը նշել էր. «Իմ կյանքում այնպիսի բաներ եմ լսել իմ մասին, որ ես դրանով եմ զբաղվում, որ պատկերացում չունեմ դրանց մասին։ Ես ունեմ մի քանի տարբեր լեգալ բիզնեսներ այստեղ։ Օրինակ լսել եմ, որ զբաղվում եմ պլանի եսի մինչով, որ մարդ եմ Մեքսիկայով բերում Ամերիկա։ Դա փոքրիկ հայկական մտածելակերպ է, եթե մարդը մի փոքր իրեն լավ է զգում, պարտադիր պետք է զբաղվի ոչ լեգալ գործով։ Դա բացարձակ այդպես չէ։ Ես 17 տարեկանում, երբ տղաներով գնացինք Մոսկվա, կավեեն, պահեր էին լինում Ռուսաստանում, երբ փող չէինք ունենում։ Մենչը նշել էր նաև, որ մտքեր ունի սթենդափ անելու, բայց միաժամանակ ասել էր, որ դա մեծ պատասխանատվություն է։ Ես որ հիմա պատկերացնում եմ, որ դա մոնոներկայացում է, ես մենակ եմ բեմի վրա, ինձ մոտ շատ կա այդ վախը, ես իրոք վախում էի դա անել»։ Պրոդյուսերը նաև խոսել էր ավագ դստեր Էլինայի հասցեին հնչող քննադատությունների մասին։ Մի 2 տարի առաջ տեսա, որ երեխան լացում է ու մի բան է ցույց տալիս, որը ոչ մի ձև չի տեղավորվում նորմալ մարդու ուղեղի մեջ, որ երեխային 16-17 տարեկան կարող է գրել մի 45 տարեկան չբավարարված կին ու խոսի ատելությամբ, առանց ճանաչելու, առանց հասկանալու, որ կարող է վնասել։ Կնոջ Քրիստինայի հետ հարաբերությունների մասին պատմելիս էլ Մենչը նշել էր. «Երբ ամուսնացել ենք, Քրիստինան եղել է 17 տարեկան, ես 27 տարեկան եմ եղել։ Դժվար էր, որ դու երեխայի էիր պահում, դեռ երեխա չունեցած։ Իմ ծնողների ներկայությունը, մեծի ներկայությունը տանը բերեց նրան, որ անցավ ինչ-որ ժամանակ եւ մենք թե մտածելակերպով, թե մնացածով այդքան էլ չենք տարբերվում իրարից։ Միգուցե դա սեր էր առաջին հայացքից»։ Մայամի նոր հենց իջանք մի հատ ավտո եկալանք, առանք։ Ես իմ չգիտեմ, գույնը ճիշտ է թե չէ։ Հեսա։ Նունեն էլ բերել է։ Իմ համար սիրուն մեր բասեինում լողանում եմ, խնդրեմ, հեսա մեր բասեինը, եկան ջուր խմելու, խնդրեմ, տեսեք, հենեն։ Նայեք քանի հատ է։ Երիք չի, մի կրվեք, մի կրվի, իե, հլը դրան նայ, սրանց նային է։ Ես հիմա ձեզ ուզում եմ ներկայացնել Full House-ի նոր դերասաններից մեկին, որին նոր ենք վերցրել Full House, ես վստահ եմ, որ ամեն ինչ նրա մասնակցությամբ կլինի շատ լավ, խնդրեմ ծանոթացեք Սուլեյման։ Full House, շուտով։ Full House, շուտով։ Այսօր Full House-ի 9-րդ եթերաշրջանի նկարահանման առաջին օրն է։ Հիմա գտնում ենք տաղավարում, տեսեք դեռ տաղավար ինչ մաքուր, սիրուն։ Իսկ 10 օրից արդեն ամեն ինչ կլինի այլ կերպ։ Մի խոսքով մարտի 18-ից Full House-ի 9-րդ եթերաշրջանը կլինի արդեն եթերում։ Հետաքրքիր է, սաղ աշխարհում դնում են գրողների, քաղաքական գործիչների արձաններ, հեղափոխականների արձաններ։ Տոկիոյում դնում են ռոբոտի արձան։ 41-ից 45 թվական զոհված տրանսֆորմեր։ Այո, 41 թվականին այս տրանսֆորմերը զոհվել է, դրա համար դրել են
Հավերժ տրանսֆորմերի արձանն է։ Շատ հետաքրքիր է սա։ Ժողովուրդ, մի բանով ուզում եմ կիսվեմ ձեր հետ։ Ուզում եմ ասեմ, որ այս ճապոնացու կյանքն է կյանք չի։ Այս ինչ կյանք արա, մոյս ջան, արա, այս ապրելու ձև արա, էսի հագնելու բանա, որ մենք հագնում ենք։ Հələ նասկիներս նայի, կոշիկներս նայի, ասես բան կլի, արա։ Գնացինք Շատ երկար մտածեցի ինչ ավտո առնեմ։ Այս վերցրեցի։ Շատ լավն է, բայց չեմ կարող նստեմ մեջը հելը, մեջը չեմ տեսել։ Համա աստիճանը բերել է։ Նկարահանման պրոցես, նկարում ենք ֆուլ Երևան ծրագրի գլխագիրը, ահա եւ շպրոտը, ահա եւ Մեսրոպը։ Ալը։ Նվագում է Մարիետա Միլիտոնյանը, պարում են Ջուլիետա Աբրայանը և Հասմիկ Համբարձումյանը։ Ներկայացումը կոչվում է տագնապ։ Ես մի բան եմ ուզում ասել ձեզ, 10 տարի առաջ Երևանում ես վերանորոգել եմ իմ բնակարանը։ Հիմնական փայտային, դռնային բոլոր գործերը եւ վերանորոգման որոշ գործերը արել են այս մարդիկ։ Խնդրեմ, Վահանը, ուզում եմ անպայման ծանոթանաք, տեսնեք, որովհետեւ Բարև Անջան, ինչպես ես, լավ, այս քանի Վահանը մեզ չի լսում, մի երկու բան ասեմ Վահանի վերաբերյալ։ Շուրջ քանի տարի արդեն զբաղվում եք այդ գործով, ասա։ Ես 33 տարեկան եմ, 34 տարի։ 34 տարի Վահանը զբաղվում է վերանորոգման գործերով, ասեմ ավելին, վերանորոգմանը ավելացել են այս վերջի տարիներին նաև ինտերիեր դիզայնի, փայտային դռների տեսականի, որը արտադրվում է հենց իրենց կողմից, իրենց գործարանում Հայաստանում, եւ մի ուրախալի լուր ուզում եմ հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մասնավորապես Լոս Անջելեսում, Վահանը որոշել է իր բիզնեսի մասնաճյուղը նաև բացել այստեղ Լոս Անջելեսում եւ արդեն սկսել է անել գործեր, խնդրեմ, այս տունը, որը որ հիմա դուք տեսնում եք, կիսակառույց, կիսաքանդած, արդեն ամբողջովին դիզայն են արել իրենք եւ վերանորոգում են իրենք։ Եվ ես պարտադիր վերջանալուց հետո գալու եմ վերջնական տեսքը նույնպես նկարեմ, վերջնական տեսքը նույնպես ցուցադրեմ, որպեսզի տեսնեք, թե ինչ հայկական հայաստանյան շունչ են փորձում մտցնել Լոս Անջելեսի շուկա եւ թելադրել նոր որակ, նոր ճաշակ, ճիշտ եմ, չի ասում։ Այո, նույն հիմնականում աշխատել ենք contemporary նորաոճ ոճի մեջ։ Բարին օգտագործում։ Ուրեմն մեր կազմակերպությունն